Բարև բեք ջան։ Բարև աղաջ։ Շնորհակալ եմ, որ այս սուր ժամին համաձայնվեցիր հանդիպենք։ Դու հորս ընկերն ես։ Երես իմ համար սրտություն էր։ Նստիր խոսենք։ Ոչ ոք կուրսիչի չէ մեր հանդիպումից։ Ով պետք է կուրս լինի։ Օրինակ Ռաֆը։ Գիտեմ, որ մոտիկ ես հետը։ Երես սաղ կյանքը Ռաֆին չի վստահել։ Նույնն էլ ես։ Ջանոն իմաստուն մարդ էր։ Թարախին մի 10 կիլոմետրից ջոգում էր։ Ինչ կա վաղոխ ես եկե։ Անհանգստանում եմ քո համար։ Պատճառ ուներ։ Կա։ Կասկածներ կան, որ Ռաֆը իր գլուխը փրկելու համար կլանի հանդիպմանը կարող է քեզ մեղավոր նշանակի ու փուրը տա։ Ես Ռաֆի կասյակների համար ատվիճը չեմ։ Ճիշտ ես դատում։ Քաղաքը ինքն է նայում, ինքն է թո պատասխան տա, բայց մի մոռացի, բեք, այս այունահեղությունը քեզնից է սկսել, դու ես պատճառ եղել։ Այդ Ռաֆն է տենց ասել։ Ինձ ոչ մի բան պետք չի ասել, այդ իրա դեմքին գրած էր։ Դու գիտես, որ ես մոտ եմ ատոմի հետ, կլանն էլ ատոմն է, ռուլի տանում։ Շարունակի։ Ես կարամ խոսամ հետը, բացատրեմ, որ դու մաքուր ես, որ Ռաֆն է գլխից սարքում, բայց ինձ պետք է ճիշտը իմանամ։ Որ ճիշտ է։ Դու պիտի տղա ես, բեք, ամեն ինչ շուտ ջոգում ես, խոսքերն աղջկա մասին է, որ խոսում եմ փախցրել ես ու սպանել ես։ Եթե դաժը հարցը տենց է, ես կարամ այդ հարցը ուլատի տանեմ, բայց ինձ պետք է ճիշտը իմանամ, որ հետո ինձ ու քեզ պաստավկա չանեմ։ Վաղո։ Ես շնորհակալ եմ, որ դու ուզում ես ինձ օգնես։ Բայց ես այդ աղջկան ոչ գողացել եմ, ոչ բռնաբարել, ոչ սպանել։ Խաբելու ոչ մի բան չունեմ։ Այդ դեպքում ինչի են են ջայրները աչ ուզախ սաղին փրթում, ով կարակու հետ կապ ունենա։ Մենթերի ռազմոտքենա։ Ջոգին չեն կարում տանեմ փագեն, քսի տվին վրես դրանց։